Հիմա մյուս թեման։ Ընդդիմության ներկայացուցիչը եկել է սենց անում։ Ասма ճիշտ արդարացի մարդիկ ասма Պապիկյանի հրաժարականն են պահանջում։ Բանակում տեղի ունեցող իրադարձությունների։ Ասма բայց չէ, ես չգիտեմ ոնց է ասում, ինչ է ասում։ Հա, իմ հրաժարականն է պահանջում։ Եկեք նայենք, ասենք 2002 թվին 24 դեպք։ Բասեր Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ինչի չեն հրաժարական տվել, Գեգամ Մանուկյան։ 2003-ին 15, 16, 2004-ին, բա Ռոբերտ Քոչարյանը խի չի հրաժարական տվել։ Սերժ Սարգսյանն էլ եղել է պաշտպանության նախարար։ Հետո Սերժ Սարգսյանը եղել է բռնազավթելով եղել է նախագահ, Սեյրան Օհանյանը եղել է պաշտպանության նախարար։ Թիվեք ուզում 2010 թվական 21 դեպք սպանության եւ ինքնասպան, բախի չէ հրաժարական տվել։ Կամ հա, բարձր կոալիցիան, կամ բանը, կամ Սերժ Սարգսյանը, կամ Սեյրան Օհանյանը, մի հատ է ձեր խմբակցության ղեկավարն էր, բախի չէիք հիշում այդ մեխանիզմների մասին։ Եվ այլն, եւ այդպես շարունակ։ Եվ այսօր մենք ուրիշ պրոբլեմ ունենք, այո, այսօր նախարարը միջազգային զեկույցի մասին է պատմում, այդ զեկույցն ասում է, որ ինքնասպանության պրոպագանդան բերում է նոր ինքնասպանություն։ Մեր ընդդիմությունը խոցելու համար երբեմն նախարարին, երբեմն կառավարությանը զբաղված է ինքնասպանության պրոպագանդայով։ Եվ միջազգային զեկույցները ասում են, որ դու ինչքան, մարդիկ կան, որ եզրին են։ Եվ երբ որ մարդը տեսնում է, որ տենց մեծ հանրային ուշադրություն կա, այդ բան հոգեբանական վիճակ է։ Այդ վերջին կաթիլը, էդ էլ է ազդեցություն ունենում, բայց ես փորձագետ չեմ, ես չեմ ուզում ոչ պրոֆեսիոնալ բաներ ասեմ, ուղղակի առիթեր եղավ։ Պետական պարտքի թեման, ես ինչ պատմություններ, ես ինչ է սարքել։ Նախ պետական պարտքի մի հատ էլ էդ ով է ասել, լսել եմ ասել են բանը, դեֆոլտ, չգիտեմ ինչ։ Են մի հատ բան կա է, անեկդոտ կա է, որ ասում է անունդ ինչ է, հազար ներողություն էլի եմ, ասում է Սպարտակ, ասում է անգեր, իսկ դու որ թիվ ես, որ։ Հիմա հետո որ դեֆոլտի մասին խոսում է, ուզում եմ ասեմ, որ թիվ ես, որ թիվ ես, կամ Հայաստանում վերջին անգամ երբ ես եղել։ Այսինքն, այս ինչ խելագարության կանխավար Հայաստանի Հանրապետության պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան էսա կայուն։ Այսօր Հայաստանի Հանրապետության դրամով պետական պարտատոմսերը միջազգային ներդրողները գալիս են առնում են։ Ճիշտ է, պարոն ֆինանսների նախարար, թե ճիշտ։ Սենց բան երբ ա եղել վերջին անգամ ընդհանրապես։ Պարտքի հետ կապված։ Ուրեմն պարտքը հյուսիս հարավը, որ կառուցվել է, ժողովուրդ, մեր պարտքի թիվը աճել է։ Իրանք այդ թվում խմբակցության ղեկավարի Հայրիկի ժամանակ ստորագրել են, այդ պարտքը ստանձնել են, հյուսիս հարավը չեն ոչ մի գործ չեն արել են են Արտաշատի ձեզ հայտնի կտորը, որը դարել է արբիտրաժ միջազգային, ինչքան բան, թալան, այդ պարտքը կախած է եղել, գործը չի արված եղել, եւ Հայաստանի Հանրապետությունը դրա համար տուգանքներ վճարելիս է եղել, որ վարկը ստորագրել է, գործը չի արել։ Հիմա Գյումրի Երևան-Գյումրին պատրաստ է։ Այդ պարտքը արդեն սկսում է արտահայտվել։ Հյուսիս-հարավի Ագարակ քաջարանը մեծ տեմպերով կառուցվում է։ Իրանց ժամանակվա ստորագրած վարկային պարտավորություններն են եւ վարկային պայմանագրերն են։ Եվ այդ պարտքը սկսում է արտահայտվել։ Երկրորդը մայիսի 28-ին ամբիոնից ասցի ցույց տվեցինք։ Եթե պարտքի հետ կապված նենց դուք հեցի պարտքի մասին խոսեք, տարել են հեցի Հայաստանի ռազմավարական կրիտիկական ենթակառուցվածքի բաժնետոմսերի 100%-ը գրավ են դրել, 140, այդ ամբողջը չի, ու պարտք են վերցրել, հեցը տարել են գրավ են դրել, աշխարհի չգիտեմ որ, ու պարտք են վերցրել, ու հեցը
Անցած տարվա մեր ստացման կառավարությունը 143 միլիարդ դրամի պարտք ունեցել։ 143 միլիարդ դրամի։ Ու այս պարտքի պայմաններում, ու այս պարտքի մի մասն է գիտեք ինչա։ Հայաստանի բանկերից տոկոսով վարկ են վերցրել, իրանց հարազատներին 40%-ի տվել են։ Հետո իրանք Հայաստանի տնտեսության կոնկրետ ճյուղեր ոչնչացրել են։ Որովհետև գնումների ամբողջ համակարգը քանդել են, մարդիկ ինձ լացելով նամակներ են գրել։ Որովհետև այն ինչ պետքա մրցութային ընթացակարգերով ձեռք բերեին, ամբողջ առել են իրանց բարեկամներից, հարազատներից, այս հենց ջանդամ։ Հետը վարկա վերցրել տոկոսով։ Առանց տոկոսի տվել են իրանց բարեկամներին։ Այդ իրանց բարեկամների կազմակերպությունների իբր մրցույթների մասնակցել են։ Այս փողը պտտել են իրանց ընտանիքի համար շահույթներ, ով է վճարել դրա համար եւ ով է վճարում Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի սպառողները։ Ասենք էլի եմ ասում, ով լեգիտիմությունից խոսի, դուք ասենք տանձից, խնձորից, տենց բաներից, ով պարտքից խոսի, դուք տանձից, խնձորից, բանից, տենց բաներից խոսի։ Լավ, ամեն ինչ պետքա չափ ունենա, չէ՞։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար